Օրհնյալ է մեր Տերը, եղբայրներ քույրեր, որ մեզ նման հնարավորություն է տվել։ Եղբայրները խոստովանությունից խոսեցին, ես վերջերս մի այսպիսի հայտնություն եղավ, այսպես որ այն մեղքը, որ խոստովանվում է, այդ մեղքը ներվում, չխոստովանված մեղքի համար պատասխան ենք տալու։ Մեղքը, որ խոստովանել ենք, սա ներվել է։ Այն մեղքերը, որ մենք պահում ենք ու չենք խոստովանում, սրանց համար պատասխան ենք տալու։ Եվ հիմա ուզում եմ հարցը ուղղել քեզ, դու ո՞րն ես ընտրում։ Ես կուզենայի, որ դու ընտրություն անես այսօր։ Ու միշտ չի, որ սենց հնարավորություն կունենաս ազատվելու, դատարկվելու այն փոս առաջացրած մեղքերից, ինչպես եղբայրներ ասում։ Եղբայրներ քույրեր, շատ միջոցներ ու ձևեր կա մարդկանց ճանաչելու համար, բայց ես ինքս որպես ծառայող ավելի շատ ճանաչում եմ մարդկանց իրանց խոստովանելուց։ Ճամբարում մի քույրիկ մոտեցավ, խոստովանվեց, վերցավ, ասեց, անկեղծ խոստովանվեց, հենց արցունքներով սիրտ է լցված, վերջ հասկացավ, որ այս խոստովանությունը, ասենք զղջումով էր, ասեց մարդու եղբայր, հիմա իմ մասին կարծիք ես կազմում, ասի այո, սա մտածես, թե ես մտածում եմ, կարծիք եմ կազմում, որ ամոթ չի ջահել աղջիկ ես կամ տեղ այս ինչ ես էլի արել, չի ես արել, սա քեզ վայել է։ Ու ինքը ասեց, ուրեմն պետք է չխոստովանվեի, ասի չէ, դու հարցրա, թե ես ինչ կարծիք եմ կազմել քո մասին։ Ու որ պնդեց ասեցի, ասիմ կարծիքը այն էր, որ դու լուրջ հոգևոր մարդ ես։